Սիրիայում խաղաղություն հաստատելու միջազգային համայնքի փորձերը դեռ ձախողվում են։ ՆԱՏՕ-ի երկրները եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել են հիվանդանոցների եւ դպրոցների երեկվա ռմբահարումները, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, իսկ Ֆրանսիան եւ Թուրքիան այդ օդային գրոհները որակել են որպես պատերազմի հանցագործություն։ ՄԱԿ-ը հաղորդել է, որ Հալեպի եւ Իդլիբի շրջաններում 3 ռմբահարվել է առնվազն 5 հիվանդանոց եւ 2 դպրոց։ Սպանվել է մոտ 50 մարդ, այդ թվում երեխաներ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեկվա գրոհները անվանել է միջազգային իրավունքի աղաղակող խախտում, որը խոչընդոտում է Սիրիայում 5 տարի տևող պատերազմին վերջ տալու ջանքերը։ Ռմբահարված հիվանդանոցներից մեկն աշխատել է Բժիշկներ առանց սահմանների ֆրանսիական բարեգործական կազմակերպության հովանու ներքո։ Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը ռմբահարումների համար ուղղակի չմեղադրելով ռուսներին հայտարարել է, թե օդային գործողությունները կասկածի տակ են առնում Ասադի վարչակարգի վայրագություններին վերջ տալու հարցում Ռուսաստանի անկեղծությունը։ Ռուսները անցած տարվա սեպտեմբերի 30-ից են սկսել օդային գրոհները Սիրիայում։ Մոսկվան պնդում է, որ թիրախը իսլամական պետությունն է եւ ահաբեկչական այլ կազմակերպություններ։ Սակայն Արևմուտքի համոզմամբ ռուսները նախև առաջ հարվածներ են հասցնում այսպես կոչված չափավոր ընդդիմությանը, որը պայքարում է նախագահ Բաշար Ալ-Ասադի բանակի դեմ։ Փետրվարի 12-ին Մյունխենում Սիրիայի աջակցության միջազգային խումբը, որի անդամներից է նաեւ Ռուսաստանը, կնքել է հրադադարի հաստատման համաձայնագիր, որը պետք է ուժի մեջ մտնի այս շաբաթավերջին։ Փաստաթղթում կա հստակ պահանջ ամեն ինչ անել խաղաղ բնակիչներին վնաս չհասցնելու համար։ Երեկվա միջադեպը կասկածի տակ է առնում հրադադարի հնարավորությունը։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Արոն փետրվարի 15-ի օդային գրոհները անվանել է հիվանդանոցի միտումնավոր ռմբահարում, ինչը հավասարազոր է պատերազմի հանցագործության։ Թուրքիան հայտարարել է, որ հենց ռուսներն են իրականացրել օդային գրոհները։ Մոսկվան առայժմ չի արձագանքում մեղադրանքներին։ Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը եւ մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական առաքելությունը պնդում են, որ ռմբահարումները կատարել են Սիրիայի կամ Ռուսաստանի ինքնաթիռները։ The author of the strike is clearly the Syria-led coalition, either the government. Ակնհայտ է, որ հիվանդանոցները ռմբահարել է սիրիական դաշինքը, կամ Սիրիայի կառավարական բանակը, կամ ռուսները։ Ավաղ սա առաջին դեպքը չէ։ Հունվարի սկզբից 3 շրջաններում՝ Իդլիբում, Հալեպում եւ Դերաայում ռմբահարվել է իմ կազմակերպությանը պատկանող 5 կառույց, ասել է Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության ֆրանսիական բաժնի ղեկավար դոկտոր Մեգո Թերզյանը։ Bombed in Syria, in 3 provinces, in Idlib, in Aleppo, and also in the south in Deraa. 10 ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ Կրեմլը կտրականապես հերքում է մեղադրանքը։ Մենք չենք ընդունում այդ կարգի հայտարարությունները, մանավանդ որ նման մեղադրանք առաջադրողները ոչ մի անգամ, ոչ մի կերպ չեն կարողացել որևէ ապացույց ներկայացնել, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սիրիայում հրադադարի խնդրին է անդրադարձել նաև նախագահ Բաշար Ալ-Ասադը։ Երբ է Արևմուտքը խոսում հրադադարի մասին, կարծում եմ պատասխանը պարզ է, միայն այն ժամանակ, երբ զինված խմբավորումները հուժկու հարվածներ են ստանում եւ սկսում են պարտություններ կրել։